Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ի պատասխան ադրբեջանական սադրանքների և պատմական փաստերի կեղծման, Շարմազանովը կատոկում է ադրբեջանցի բանախոսին։ После 44-дневной войны в Нагорном Карабахе под прицелом азербайджанского вандализма оказались армянские памятные участки. Стоп, я вам... Слушай, я приступаю. И видите, когда ваши... Секундочку нету. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ընթացող նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական սադրանքների և պատմական փաստերի կեղծմանն ի պատասխան ներկայացրել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում, նշելով. Բաքվի իշխանությունների ձեռամբ էթնիկ զտում նրանց վարած նեոնացիստական քաղաքականության շրջանակում։ Շարմազանովի ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը սադրանքի է դիմել, փորձել է ընդհատել նրա ելույթը, սակայն Շարմազանովը ի հեճուկս նրանց մինչև վերջ շարունակել է իր խոսքը։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կատարել է էթնիկ զտում։ 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այս մասին Մոսկվայում այսօր Եդինայա Ռոսիա կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին դասեր ՄԱԿ-ի ստեղծումից միջազգային սիմպոզիումի ժամանակ հայտարարել է ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում է ամրագրված։ Հոդված 55-ն ընդգծում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու անհրաժեշտությունը, այդ թվում ինքնորոշման իրավունքը։ Մեր ռուս դաշնակիցները հաճախ հիմնվում են միջազգայինորեն ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կառուցում է իր ապագան իր նախնիների հողում։ Հարգելի ընկերներ, այդ իրավունքն արհամարհված է եղել և այսօր Լեռնային Ղարաբաղը օկուպացված է։ 80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան պարտվել է, սակայն սենֆոբիայի դրսևորումները կան նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վանդալիզմի նշանակետի տակ էին հայտնվել հայկական հուշարձանները, այդ թվում Մարշալ Բաղրամյանի և Խամփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Ցանկանում եմ նշել, որ չնայած ադրբեջանական պատվիրակությունը խոսում է արդարության մասին, սակայն 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարել են էթնիկ զտում։ 120,000 հայ այսօր գտնվում է իր հայրենիքից դուրս։ Այնինչ արել է ադրբեջանական ղեկավարությունը, էթնիկ զտում է, սենոֆոբիա է և նեոֆաշիստական քաղաքականության դրսևորում։ Նրանք ասում էին, որ 44-օրյա պատերազմի արդյունքն արդար էր։ Իսկ ո՞րն էր արդարությունը, որտեղ էր ինքնորոշման իրավունքը, կեցցե ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իր ելույթում ասել է Էդուարդ Շարմազանովը։